միանգամից ասեմ, որ ամբողջությամբ, եթե սենց վերցնենք, ապա ընդհանուր մենք իհարկե հավանություն ենք տալիս այս օրենքի փոփոխություններին, որովհետև շատ հարցերում փաստորեն ի վերջո վերջնական տեսքից երևում է, որ կատարվել է, այսպես ասեմ, բավականին շատ փոփոխություններ, որոնք որ բարելավում են վարորդի վիճակը։ Սկսած 32 հոդվածից իհարկե դա չեմ ուզում ասել, որովհետև դա մի քիչ ի վնաս սեփականատերերին է դառնում, այս սերվիս տնօրեններին, տաքսի տնօրեններին, որոնք որ նախկինում եթե օրենքը հստակ չէր ասում, թե ով է կրում պատասխանատվությունը, եթե վարորդը անվերջ խախտումներ է անում եւ չի վճարում, քանի որ փաստորեն ինքը շատ լավ գիտի, որ չունի սեփականություն եւ իր նկատմամբ ոչ մի ազդեցություն դա չի ունենա այդ խախտումները, հավաքում են 100, 200 ճանապարհային ոստիկանությունն ասում է, որ ունենք նաեւ 1800 խախտումով վարորդ։ Մի խոսքով, եթե նախկինում այդ հարցը բաց էր եւ ոչ մեկը չէր վճարում այդ խախտումները, այսօր այս օրենքի փոփոխությունով ուրեմն այդ կկրեն պատասխանատվություն կամ սեփականատերերը կամ ուրեմն անհատ ձեռներեցները։ Լուսային թարթիչը չի աշխատում շրջադարձերի ցուցանիշի, այդ թարթիչը չի աշխատում, ինչ պատճառներով հանգցրած է, թե ինչ որ անսարքություն ունի, հնարավորություն են տալիս այդ անսարքությունները, ինչ որ թվարկված է կառավարության որոշումով ճանապարհային երթևեկության կանոնների հավելված 2-ով, դա հիմա հնարավորություն է տրվում այդ վարորդին տեղում վերացնել այդ խախտումը։ Եվ եթե անգամ չի կարողանում վերացնել այդ խախտումը, ապա իրան տրվում է նաև որոշ ժամանակ, մինչև այդ արձանագրություն կազմելը վերացնի, քանի որ իրենք հենց ինքը ապակին առանձին վերցված ապակին ինքը իր թափանցելիությունը շատ լավ է, օրենքում թաղանդապատված բառը որ չկար, խոսք գնում էր ապակիների թափանցելիությունը։ Հիմա այդ թաղանդապատվածը ավելացրեցին, թաղանդապատված բառը եւ սակայն հանեցին այդ հոդվածից փաստորեն 1609 կառավարության որոշումով սահմանված կողային ապակիները։ Կողային ապակիները հանեցին, այսինքն թողեցին ուժի մեջ, այսինքն ոչ թե ուժի մեջ, թողեցին, որ կարելի է ուրեմն այդ ապակիները թաղանդապատվածությունը, այսինքն լուսաթափանցելիությունը կարելի է մքացնել։ Դա արդեն չնայած կառավարության որոշումը նշում է հենց արչևի հողմապակին եւ կողային ապակիները։ Փաստորեն կողային ապակիները մնացին դուրս։ Չգիտեմ հետագայում ոնց էս հարցը կլուծվի, ըստ երևույթի մենք ստե ուրիշ խնդիր ենք տեսնում, քանի որ կողային ապակիները դա նրա համար են երևի թողել, որ վարորդը երեսը չերևա, թե ով է ղեկին նստած չերևա, այսինքն այն պաշտոնյաները եւ այլն, որ չերևան։ Մենք այդպես ենք գտնում։ Մենք գտնում ենք, որ տեսուչի աշխատանքը ոնց պետք է գնահատվի։ Այսօր սենց է, ոնց որ տպավորություն ունենցա, ոնց որ ինչքան շատ տուգանք բերես, այնքան լավ։ Որովհետև ինչքան շատ բերի, այնքան հավելավճարը ավելի շատ կլինի։ Բայց կա ուրիշ խնդիր, չէ, վերջապես։ Ճանապարհային ոստիկանությունը խոմ տուգանքներով չի այդ հիմնականում զբաղվում է կանխելով տուգանքները, կանխարգելով, հետևապես բնակչության հետ պետք է աշխատի, վարորդների հետ պետք է աշխատեն իրանք, բացատրեն, ասեն եւ այլն, հարցեր կա։ Մենք գտնում ենք, որ պետք է օրինակի համար մի ինչ-որ հատված տրամադրվի մի տեսուչի, ասվի ինգեր ջան, այս քո այս հատվածում ըստ է նվազեցրա մահացության դեպքերը, նվազեցրա խախտումները, նվազեցրա վիրավորների, աշխատանք տար երեխեքի հետ, դպրոցներում, չգիտեմ, մի ձևի պետք է այդ մեր կարծիքով պետք է լինի։